Բարև տղեկ, բարև ձեզ։ Իմ ժամանակվանից աշխատել են, դեմքերը սաղի գիտի, ես եմ ընդունել իրանց գործի։ Բայց 13 տարի մոտս չեք Հիմա մեկը կա, որ ինձ ասի, ով որտեղ պետք է նստի, ինչ պետք է լինի։ Գյումրիում համայնքի ղեկավարի ընտրության երկշաբաթյա այսպես ասած ինտրիգը ավարտված է։ Գյումրիի համայնքը ունի ընտրված համայնքի ղեկավար։ Ես առաջարկում եմ հայրմերով սկսենք։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքո է արկայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, փառք, հոր և որդվո և ոգույն սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Քիչ առաջ ավարտվեց ավագանու նիստը, որտեղ 18 կողմ ձայնով Վարդան Ղուկասյանը ընտրվեց համայնքի ղեկավար։ 5-րդ անգամ էր նա այդ պաշտոնում և թիմի ձևավորումից հետո 5-րդ համայնքի ղեկավարը Գյումրիում։ Մեր նվազագույն ծրագիրն է Գյումրիում իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։ Եվ մենք տեր ենք կանգնում մեր այդ խոստմանը և այսօր չառաջադրելով քաղաքապետի թեկնածու քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացնում է իր թեկնածուին Վարդան Կոլյայի Ղուկասյանին։ Նշեմ, որ քվեարկությունը բաց էր և ավագանու անդամները բաց քվեարկությամբ կողմ քվեարկեցին, իսկ Վարդան Ղուկասյանը այսպես աչքի տակով հաշվում էր, թե ով է իրեն կողմ քվեարկել։ Եվ արդյունքում կազմված արձանագրությամբ պարզ դարձավ, որ նիստին ներկա 18 ավագանիները կողմ էին քվեարկել։ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քվեարկել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ Ես կարող եմ մի բան ասել, որ երբեք ձեր վստահությունը կտեսնեք ժողովրդի և ձեր վստահությունը երբեք չեք հանգարց ամաչի իմ փոխարեն։ Մինչև իմ գալը 99 թվականին քաղաքապետարանի և ժողովրդի մեջ անդունդ էր առաջացած։ Իմ գալուց հետո գյումրեցիներն ասում են գնանք մեր հերանց տուն։ Գյումրու քաղաքապետարանը դարել էր ժողովրդի հերանց տունը։ Շնորհակալություն, առաջ Աստված։ Կյանքը սարի հրապարակ, ոտքի կոխան ամեքին, խապան, խոպան ու ամպդուղ անցավ առանց արդյունքի։ Ինչքան ծաղիկ պիտի բուսկներ, որ չբուսավ ես հողին, ինչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին։ Հովհաննես Թումանյան։ Նիստին ներկա չէր մեր քաղաքը դաշինքից ավագանու անդամ Մարտուն Գրիգորյանի որդին Կարեն Գրիգորյանը։ Նիստին չէին մասնակցում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Քաղաքացիականը չկա։ Նիստին ներկա չեն, դեռ ինչ ասենք, անցնենք առաջ։ Միջ նիստի սկսվելը քաղաքացիական պայմանագրի համայնքի ղեկավարի թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարությամբ էր հանդես եկել, նա նշել էր, որ չեն մասնակցելու ավագանու նիստին, առաջանալու է քաղաքական ճգնաժամ և առաջարկում էր, որպեսզի լինեին արտահերթ ընտրություններ։ Եթե այդպես բան անենք, կսխալվեն։ Մի դուտես ինչ ձայներ կհավաքենք մենք այդ ժամանակ, խոսքս քիչ է։ Եթե դենց բան անենք, Աստված, ինչ որ Աստված կամեցել է, կտեսնես ինչ կլինի, այդքան բան։ Որովհետև մենք չգիտենք, թե ինչ պետք է կատարվի, ոնց է լինում, ինչ է լինում, ես մի բան չէի հաշվարկել, ոչինչ, եթե լինի կուղենք մեզ։ Տեղեկացնեմ, որ Գյումրու ավագանու հաջորդ նիստը կկայանա մայիսի 2-ին, իսկ ապրիլի 19-ին այս նույն շենքում կկայանա համայնքի ղեկավարի երդումնակալության արարողությունը։ Всё, վերջացրեցինք, շնորհակալություն, բոլորիցս